Մեկ օր է մնացել ռուս-ուկրաինական բանակցություններին, բայց Կրեմլը դեռ գաղտնի է պահում, թե ռուս պաշտոնյաներից ովքեր են մեկնելու Ստամբուլ։ Կրեմլի խոսնակը Պուտինից դեռ պատվիրակության կազմը բացահայտելու հանձնարարություն չի ստացել։ Այս առումով ոչինչ չի փոխվել, մենք դա կանենք, երբ նախագահից համապատասխան հանձնարարականներ ստանանք։ Ռուսական լրատվամիջոցները ավելի վաղ գրել էին, թե արտգործնախարար Լավրովի գլխավորությամբ Ստամբուլ կմեկնի ռուսական պատվիրակությունը, դրա կազմում կլինի նաև Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, բայց Ուկրաինայի նախագահը պատրաստ չէ Դաշնության երրորդ դեմքերի հետ հանդիպել։ Զելենսկին հույսը չի կտրել, Պուտինին է սպասելու Թուրքիայում։ Եթե հանդիպեմ նրա հետ, պետք է դուրս գանք քաղաքական հաղթանակով, հրադադարի գերիների փոխանակման պայմանավորվածություններով։ Եթե Պուտինը չգա, դա նրա համար լիակատար պարտություն կլինի։ Աշխարհի տարբեր անկյուններից կոչ են անում Ռուսաստանի նախագահին գնալ Ստամբուլ ու դեմ դիմաց խոսել Ուկրաինայի ղեկավարի հետ։ Բրազիլիայի նախագահը անձամբ է մեկնել Մոսկվա Պուտինին համոզելու։ Հեյ, ընկեր Պուտին, գնա Ստամբուլ եւ գրողը տանի, սկսիր բանակցել։ Եվրոպան սպասում է Պուտինի վերջին խոսքին ու կոչ է անում Ուկրաինային համաձայնել անվերապահ հրադադարի։ Ուկրաինան պետք է համաձայնի անվերապահ 30-օրյա հրադադարի։ Մենք սպասում ենք պարոն Պուտինի հաստատմանը։ Լիարժեք խաղաղության հասնելու համար ըստ Զելենսկիի անհրաժեշտ է անաչառ միջնորդ։ Ամենահարմար տարբերակը ըստ նրա Միացյալ Նահանգներն է։ Դրա համար Զելենսկին Ստամբուլ է կանչում Թրամփին։ Նա հույս ունի, որ Սպիտակ տան ղեկավարը իր այցով նաև Պուտինին կխրախուսի, չխուսափելու բանակցություններից։ Մենք բոլորս Ուկրաինայում կգնահատեինք, եթե նախագահ Թրամփը կարողանար մեզ հետ լինել Թուրքիայում։ Թրամփը դեռ երկմտում է, կարծես չի ուզում ներկա գտնվել Ստամբուլյան հանդիպմանը, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկելու Թուրքիա։ I've also been working relentlessly to end the terrible bloodshed between Russia and Ukraine. Ես անդադար աշխատել եմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև սարսափելի արյունահեղությանը վերջ դնելու համար։ Հինգշաբթի բանակցությունը կարող է լավ արդյունք տալ։ Մարկոն կմեկնի, էլի պաշտոնյաներ կլինեն հետը։ Տեսնենք, կկարողանանք հրադադարի հասնել։ Ուկրաինայի նախագահը զգուշացրել է, եթե Պուտինը չհամաձայնի դադարեցնել կրակը, մի քանի ամիս հետո յուրաքանչյուր ռուս իր մաշկի վրա կզգա եվրոպական պատժամիջոցների հետևանքները։ Հասմիկ Սերոբյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։